Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ։ Այսօր մի շատ հետաքրքիր ու սիրուն թեմայից եմ ուզում խոսամ։ Գիտես, այն Աստծո սերն ու քաղցրությունը, երբ որ ունես, մարդկանցից չես կարող նեղանաս։ Երբ որ մարդկանցից նեղանում ես, գիտես, սիրո պակաս ունես նշանակում է։ Նշանակում է, որ քո այն ներսը Աստծո սերը չի լրացնում, չի լցնում։ Դրա համար մենք շատ ժամանակ նեղանում ենք միմյանցից, գիտես, որովհետև ակնկալում ենք սեր։ Որովհետև ակնկալում ենք, որ այդ մարդը մեզ պետք է, չգիտեմ, սիրի, մեր հանդեպ սենց անի, մեր հանդեպ նենց անի, բայց գիտես, այդ կատարյալ սեր տվողը միակ Աստվածն է։ Եթե դու կատարյալ սեր ունես Աստծո նկատմամբ, դու մարդկանցից չես նեղանում։ Ու դաժե ամեն անգամ ոնց որ փորձում ես մարդկանց սեր տաս, գիտես, որ քեզնից զգան, այդ լույսը տեսնեն, հա, որովհետև ասում է լույսը չեն դնում, ասում է մահճակալի տակ, ասում է վերևն են դնում, ասում է որ տանը լինողներին էլ ասում է լույս տա։ Դրա համար ընկերներ, մեկ որ իրականում նեղանում եք ինչ-որ մեկից, քննեք ձեր սիրտը, ոչ թե մարդուն մեղավոր հանեք, որովհետև մարդ են, իրանք մարդ են ընկերներ։ Քննեք, ասեք ինչի եմ ես իրականում նեղանում, ինչն է իմ խնդիրը, ինչ անեմ իմ Տեր։ Բայց Աստծո սերը շատ քաղցր է ընկերներ, գիտես, հասկանում ես, որ Աստված յուրահատուկ սիրում է քեզ։ Ինչը լինես աշխարհում, շատ ժամանակ մենք Աստծուն վերացական ենք մոտիկանում, ասում ենք դա Աստված ու մտածում ենք, որ ես մեր աղորիամ դա Աստված չկա։ Բայց Աստված ամեն ժամանակ, ամեն վայրկյան քո կողքին կանգնած է, գիտես։ Ասես նայում է ինչ կանես այդ իրավիճակում, այդ թաքուն տեղը, մի բանը կգողանաս թե չէ, կամ իրականում խոսքը պահելով ասես չէ, Աստծո խոսքի մեջ գրած է իրականում, չպետք է գողանամ կամ սենց։ Գիտես, հիմքը իրականում այս աշխարհի հենց այդ այն օրը մուսուլմանությունն էինք ուսումնասիրում, այդ Ղուրանը, իրանց գիրքը։ Գիտես, մի հատ տղա էր պատմում, որ մուսուլման էր ու իրականում դարձել էր դեպի Աստծուն։ Ասում է մուսուլմանության մեջ, ասում է ինձ վերաբերվող, ասում է ոչ մի բան չկար, ասում է։ Ես որ սենց նայում եմ, ասում է պետք է անես, որ ժառանգես ինչ-որ երկինք, հա։ Բայց գիտես, եթե մի բան պետք է անես ու ժառանգես ինչ-որ բան, դա արդեն աստվածապաշտություն կամ աստվածաբանության մեջ չի կարող տեղավորվի, դա ստանդարտ մարդկային մտածելակերպ է։ Բայց գիտես, երբ որ Աստվածաշունչը կարդում ես, Քրիստոսը սարի վրա կանգնում, ասում է, երանի ձեզ աղքատներին, ասում է, որովհետև ձերն է երկնքի արքայությունը։ Երանի ասում է սքավորներին, ասում է, որ պետք է կմխիթարվեն, ասում է։ Երանի ասում է սովածներին արդարության, ասում է, որ պետք է կշտանան, ասում է։ Գիտես, ուղղակի շատ զորավոր գաղափար է, որովհետև նայում ես, Քրիստոսն եկավ, ասում է, ձեր համար եմ եկել, աղքատների համար եմ եկել, ասում է, աղջիկները, ասում է, բժշկի կարիք չունեն։ Աստծո սերը նենց շատ է, ոնց ձեզ ասեմ ընկերներ, դա անհասկանալու է, բայց երբ որ գիտակցում ես, որ կա մեկը, որ քեզ միշտ սիրում է, հա, էլ մարդկանց հանդեպ նեղություն չես ունենում, իրականում։ Ինչ էի ուզում սրանով կիսվել, այսօր դատի եմ իրականում, կարող է վերջինը լինի, այդ կնոջս դեպքերի հետ կապված։ Իրականում պետք է ներես ու տաս Աստծուն։ Այլ դեպքում իրականում կուտի քեզ մեջից, այդ չարը իրականում կուտի, այնքան կուտի քեզ մեջից, բայց երբ որ տալիս ես Աստծուն ու գիտես մի օր կժառանգես, մի օր ասում է երանի, ասում է ձեզ սքավորներից, ասում է, որովհետև ասում է դուք կմխիթարվեք։ Իզոր չի ասում, գիտես, Քրիստոսն ասում է ես եկել եմ, ասում է սրտով կոտրվածներին բժշկելու։ Ասես մտածում ես ում դարդն ես դու, բայց իրականում մեկը կա, որ ասում է իմ դարդն ես, ախպեր, ասում է ես քո համար եմ եկել։ Ես եկել եմ քեզ բժշկելու, քեզ վերականգնելու, ես եկել եմ քեզ սիրելու։ Եթե աշխարհն է, ասում է, եթե դաժե քո մայրն էլ քեզ թողի, ասում է ես եկել եմ քեզ սիրելու։ Ընկերներ, շատ շքեղ ու գեղեցիկ Աստծո սերը։ Սիրեք Աստծուն, ընկերներ, սիրեք Աստծուն, որովհետև սկզբանե Աստվածը ձեզ սիրել։ Շատ սիրեք Աստծուն, որովհետև Աստված հավատարիմ է, մեր նման չի։ Դες որ մի չար բան անում ենք, Աստված աշկի չի եկում մարդկանց, որովհետև Աստծո սերը կատարյալ է։ Տալիս է, գալիս է, գրկում է, բարձրացնում է, մխիթարում է։ Ասում է ոչինչ, ասում է։ Ամեն բան կլուծվի։ Ու այդ հույսով, այդ հավատով, որ ապրում ես, մեկը տեսնում ես իրականում փոխվեց ամեն բան։ Կատարյալ դառավ։ Դրա համար ընկերներ, խնդրում եմ, որ իրականում շատ սիրեք Աստծուն։ Աստված մեկն է, որ կատարյալ ձեզ սիրել է։ Ու այդ սպասում էլ է, որ այն սիրով, որ ձեզ սիրել է, դուք էլ իրան սիրեք, ընկերներ։ Դա իրականում դա շքեղություն է, սիրեք Աստծուն, ընկերներ, դա միակն է, որ սրտիդ իրականում քաղցրություն է բերում, ճշմարտություն եմ ասում, իմ փորձից եմ ասում, սիրեք Աստծուն ու կտեսնեք Աստված ինչքան ավելի շատ է ձեզ սիրում, թե ինչքան կարող դուք սիրեք Աստծուն, 1000 անգամ ավելի ինքն իր սերը ձեզ կցույց տա այս աղորյա կյանքում, ու դուք կտեսնեք կճաշակեք դա։ Սրանով է ուզում կիսվել ընկերներ, շատ սիրեք Աստծուն, որովհետև Աստված ի սկզբանե մեզ սիրեց,
ու Աստված իր սերը դրսևորել է։ Մենք շատ ժամանակ ասում ենք սիրում ենք, բայց չենք դրսևորում, բայց Աստված գործով ցույց է տվել իր սերը։ Դրել է իր որդուն։ Իմ ու քո համար։ Որ փրկվենք պրոստը, որովհետև գործով չես կարա փրկվել։ Չկա դες մի բան որ կարաս անես, Հավիտյանն էլ ասում է որ Հավիտյանը ապրեմ ապականություն չտեսնեմ չեմ կարա փրկություն ժառանգեմ։ Ընկերներ, դրանով Աստծո շնորհքը յուրատուկ է։ Այս շնորհքը որ փրկված ենք դա շատ քաղցր ընկերներ։ Սրանով է ուզում կիսվեի օրտելը որտում եմ ձեզ ձեր օրը ընկերներ, թող Աստված շատ օրհնի ձեզ։ Ձեր տունը, ձեր տեղը, ձեր ընտանիքը իրականում ձեզ իմաստություն ու սիրտ տա Աստծուն սիրելու պաշտելու համար։ Օրհնում եմ ձեզ, անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։